նախոր բաղ խորհրդով, հա, ձեր խոսքը լսենք, հետո անցնում ենք հարցերին։ Ես ուզում եմ ասել, որ մենք տարիներ առաջ շատ երջանիկ այս օրերին նշում ենք եռատոն, հիշում ենք։ Թե Արցախում, թե Շուշիում, թե Երևանում, այստեղ Եռաբլուրում հաղթանակի հուշարձանի մոտ։ Եվ այսօր մեր համար մի օր է, որ մենք պետք է արձանագրենք, որ հայ ազգը կարողանում է հաղթանակներ կերտել, հետևաբար այդ հաղթանակները կարող են նորից կերտել։ Եվ պատերազմի մեջ մեկ անգամ պարտությունը չի նշանակում, որ մենք սխալ ենք։ Այսօր անդադար քարոզվում է մեզ, որ մենք սխալ ենք։ Մենակ մայիսի 9-ը երկրորդ աշխարհամարտում, երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրն է։ Մեր պապերը կրել են այդ հաղթանակը, չէ՞։ Հիմա այստեղ ինչ կարևոր հանգամանք կա, որ հայ ազգը այդ հաղթանակի հոգեբանական ֆոնի վրա նոր ցեղասպանություն տեսած ազգ էր։ Եվ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի ֆոնի վրա մի այնպիսի սերունդ է դաստիարակվել, որը որ Արցախյան ազատամարտում է հաղթանակ կերտել, եւ հետեւաբար մեր ազգը կարող է նորից հաղթանակներ կերտել, եթե մոտիվացվի։ Տեսեք, ցեղասպանությունից հետո խորհրդային միության մեջ հայ ժողովուրդը 5 մարշալ է տվել, 6 դիվիզիա է տվել։ Այսինքն վերածնունդ է տեղի ունեցել։ Հիմա այս հանգամանքները իրար հետ կապված են եւ պետք է անպայման մենք այդ ռեֆլեքսիան ունենանք։ Այսինքն պարտություն չի նշանակում, որ մենք սխալ ենք եղել, չի նշանակում, որ մենք սխալ ենք, դա նշանակում է, որ մենք կարող ենք ռեֆլեքսիա անել, մտածել դրա շուրջ, թե ինչու այդպես եղավ եւ շարունակել շարժվել առաջ։ Ես ուզում եմ ուղղակի այսօրը մենք օգտագործելով նաեւ այսօրվա առիթը ուղերձենք բոլոր այն մարդկանց, դեպի պարագայում հենց հիմա, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքում եւ այնտեղ ինչ որ քարոզարշավ է անում։ Անդադար խոսում այն մասին, որ սխալ ենք եղել, Արցախը երբ է մեր եղել եւ նմանատիպ հայտարարություններ են։ Այդ հայտարարությունները բոլորը դատապարտելի են։ Ես դատապարտում եմ եւ համոզել մեր ժողովրդին, որ ինքը 35 տարի սխալ ապրել։ Դա ինձ առաջ է սխալ ապրել, ցեղասպանության ժամանակ է սխալ ապրել, դա չի ստացվելու։ Դա դատապարտելի է եւ ամեն կերպ պետք է դա մերժել։ Ամեն կերպ պետք է դա մերժել։ Մենք մերժելու ենք եւ մերժում ենք։ Ասում է Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է։ Թողեք ստերից գնացեք ստեղ ագիտացիայի տեղ։ Ագիտացիա չեն կան։ Գնացեք ստերից բոլոր։ Ագիտացիա չեն։ Սա կանչեմ տղաներին։ Ասում է որ ճակատագրական սխալ է եղել։ Չլսեցի։ Ճակատագրական սխալ է եղել, ասում է Ղարաբաղյան շարժումը մեզ։ Դրա համար եմ ասում։ Ես դրան եմ արձագանքում։ Ես դրան եմ արձագանքում, որ ճակատագրական սխալ ասել Արցախյան շարժում նշանակում է, որ ռեֆլեքսիայով փորձել ռևիզիայի ենթարկել մեր պատմությունը, փորձել կեղծել մեր պատմությունը, փորձել մերժել մեր պատմությունը, փորձել նվաստացնել զոհերի հիշատակը, ուրանալ այդ հիշատակը։ Պարոն Փաշինյան, ինքը Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին էլ ասել էր, որ Արցախյան շարժման օրը հա մայիսի 9-ը պետք է գրանցենք որպես ժողովրդավարության օր։ Սակայն երեկ էլ այդպիսի հայտարարություն արեց, ի՞նչ է դրա տարբերությունը։ Արձագանք եմ, որ ասում Արցախ Հայաստանի իր կարծիքը, թե որ ասում է սխալ է եղել այդ ամեն ինչ։ Պետք է, հասկանում եք, այնտեղ բան չկա արձագանքելու, իրան բան չկա արձագանքելու, ուղղակի ամոթ է։ Հայտարարություն է այդ ասած բաները։ Այսինքն հիմա ասում են մեկ տաբանը իր այսօրվա հայտարարությունը, չէ, Արցախի վերաբերյալ ասում սխալ էր, թոք էր մեր վզին կապված։ Դա ինձ առաջել ասել է Արցախ Հայաստանի եւ վերջ։ Մի որը դնենք արձագանքենք։ Պետք է ուղղակի մեր ապրելով, մեր ամենօրյա աշխատանքով փոխենք այս ամեն ինչը։ Մերժենք այդ ուրացության արշավը։ Սա ուրացության արշավ է։ Նաև խոսենք ներողություն եռատոնի մասին, հա, երբ որ հայերենական մեծ պատերազմի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը միասին կարողացան եղբայրաբար հասնել հաջողության։ Իսկ այսօր կարծես թե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն այդքան էլ կայուն չեն։ Արդյոք սա արդեն դա Հայաստան-Ռուսաստան չէր, մի մեծ պետության մեջ էր, խորհրդային պետության մեջ էր, եւ ես դրա համար եմ ասում, ցեղասպանություն տեսած ժողովուրդը, որ նոր է ցեղասպանություն տեսել, կարողացավ այդ հաղթանակով հոգեբանորեն վերհառնել, մարշալներ տալ, հաղթել պատերազմում եւ հետագայում նաեւ մի սերունդ դաստիարակել, որը նույնպես հաղթանակ էր կերտել։ Սա շատ կարեւոր հոգեբանական կապ է երկրորդ համաշխարհային պատերազմի ներդրումը եւ կապը Արցախյան ազատամարտի հետ։ Պարոն Մարուկյան, մայիսի 9-ի հետ կապված մենք բաղ առավոտից
կանոններ են իրականացում Եռաբլուրում եւ որևէ պաշտոնյա իշխանության ներկայացուցիչ նկատմամբ չի այցելել Եռաբլուր, ավելին Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին Արցախն ինքնություն էր համարում, այսօրվա հետ կապված իր գրառման մեջ մի այսպիսի հատված, այսինքն Շուշիի մասին որևէ խոսք չկա, միայն նշում է, որ 26 թվականի մայիսին նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմանները։ Այս հայտարարությունը ոչ մի հաստատված խաղաղություն չկա, այն որ չեն գալիս, չեն հարգանքի դուր չեն մոտեցում, դա ամոթի ես կարծում եմ արդյունք է։ Ամաչում են ոնց կա։ Ամաչում են։ Շատ դեպքերում ամոթ չունեն, ես հիմա կարծում եմ հիմա էլ ամաչում են որ։ Դեռ քաղաքաշավին բարձր չէ որ կարող են պաշտոնական ներկայացված լինել, կապ չունի։ Ես կարծում եմ որ մենք պետք է մեր ապրելով մերժենք այսօրվա ուրացության արշավը, ընդդեմ մեր իշատակի, մեր հերոսների եւ հանուն ապագա հաղթանակի։ Սրա մասին է։ Ինչ է պետք դրա համար հաշվի առնում նաև ընտրությունների։ Ես չեմ ուզում իմ ընտրությունից խոսել, որովհետեւ այս այդ վայրը չի։ Պետք է մերժել։